Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ի վերջո ինչ են ուզում ձեզնից, պարոն Ղազարյան։ Դե, երբ որ մարդուն մեղադրանք են առաջադրում, ընդ որում մեղադրանք են առաջադրում գործի հետ առնչություն չունեցող մի քրեական հոդվածով, որը նախատեսում է պատժի չափ ազատազրկման տեսքով մինչև 5 տարի ժամկետով, արդեն պարզ է իրենց մտադրությունը, թե ինչն է։ Իրենց մտադրությունը ինձ ոչ միայն հիմա խոսքի սահմանափակումներ կիրառելն է, այլ ազատազրկման միջոցով հանրային կյանքից հեռացնելն է։ Ես վստահ եմ, որ դա արվում է ոչ պատահական ժամանակահատվածում, արդեն մեկնարկող իրենց ընտրական գործընթացներից առաջ, որի տեսանկյունից կարծում եմ ոչ այնքան կարևոր է ընտրությունները, որի մասնակցելու հավակնություններ ես երբեք չեմ ցուցաբերել, այլ ավելի շուտ սահմանադրական փոփոխությունները, նոր սահմանադրության ընդունումը, որը մտադիր են իրականացնել ընտրությունների հետ միասին, չնայած որ օրենքը դա չի նախատեսում։ Այսինքն կարելի ասել, որ սահմանադրական դատանի դատավորները աշխատակազմը ինչ որ առումով նաև երաշխիքներ են ուզում իրենց համար ստեղծել։ Դա իհարկե իրանք իմ կարծիքով երկրորդային դերակատարներն են, ըստ գլխավոր դերակատարը վարչապետն է, որը որ փորձում է նաև այս գործով ամուր վահան, ամուր պատնեշ ստեղծել սահմանադրական դատանի համար, պահելով նրան բոլոր տեսակի քննադատությունից, բոլոր տեսակի նրանց գործունեության վերաբերյալ հրապարակային խոսքից, որպեսզի ամուր պատնեշ ստեղծի իրենց հետագա գործունեության համար։ Սահմանադրական դատան այն մարմինն է, որը որ ընտրությունների եւ հանրաքվեների բողոքարկման արդյունքների վերաբերյալ պետք է որոշումներ կայացնի։ Այսինքն այս գործով ոչ միայն փորձում են ինձ մեկուսացնել, այլ նաեւ իմ օրինակով պատժել եւ կանխել բոլոր այն մարդկանց, ովքեր կհամարձակվեն իրենց համար այս կարևոր շրջանում սահմանադրական դատանի հասցեին կամ դատավորների հասցեին որևէ քննադատական խոսք հնչեցնել։ Այսինքն սա դասական խոսքի իրավունքի սահմանափակում է, կոնկրետ քաղաքական գործընթացներով պայմանավորված։ Պարոն Ղազարյան, ինչու այնպես երկակի ստանդարտները ժողովրդավարության բաստիոն Հայաստանում, որ օրինակ սահմանադրական դատարանի շենքը շրջափակած իշխանությունները, տարբեր մանր ու մեծ իշխանության ներկայացուցիչներ պարբերաբար հասցեական թիրախավորում էին սահմանադրական դատարանին, բայց որևէ այսպես գործընթաց առաջ չառաջացավ, բայց հենց ձեր պարագայում հանկարծ վիրավորվեցին, հասկացան, որ իրենց շահերին վնաս եք պատճառում ձեր հայտարարություններով։ Մենք ճիշտ ասած մեր պաշտպանական թիմից Արսեն Բաբայանը միջնորդություն ներկայացրել էր քննիչին, մերժվել է այդ միջնորդությունը, ես կարծում եմ, որ մենք այս դատաքննության ընթացքում դրան նորից կանդրադառնանք, որ այս գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավեն Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, այնտեղ ես հիշում եմ նաև էլի շատ մարդիկ կային, ովքեր որ թիրախավորել էին եւ ավելի կոպիտ արտահայտություններ են հնչեցրել քննադատական վիրավորական իմաստով ՍԴ 2019-20 թվականի կազմի վերաբերյալ, քան ես իմ արտահայտություններն եմ արել, ընդ որում դա քննարկենք ինչ որակի արտահայտություններ են, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների կանոնակարգի որոշման հետ կապված։ Հետևաբար, եթե դա է գործի քննությունը, ապա պետք է այդ մարդիկ նույնպես մեղադրյալի կարգավիճակ ունենան։ Ընդ որում մարդկանց մասին, որ դուք խոսում եք, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն սահմանադրական դատարանում էր կազմակերպել շրջափակումը, այլ հենց այս դատարան ինքը անձամբ է շրջափակել։ Այդ կադրերական, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ եկել է եւ շրջափակել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության այս դատարանը։ Ես անկեղծ ասած սպասում եմ, որ երևի կգա ժամը 11-ին է կառավարության, ինչը մինչեւ այդ գա մի հատ սիրուն իր ձևով շրջափակի այս դատարանի շենքը, թույլ չտա դատավորները մտնեն ներս, մի հատ արդարադատության իր ճիշտ խոսքը ասի, նոր գնա կառավարության նիստին։ Ես ակնկալում եմ, երևի կգան էլի, դե հիմա վերեպրոբկա բանա, դրա մի շուշանում եմ, բայց ես ակնկալում եմ, որ Նիկոլ Փաշինյանը, մյուս ԿՊ-ականները, սիրուն գան այսօր այս դատարանի շենքը շրջափակելու։ Պարոն Ղազարյան, անդրադառնալով ներքաղաքական օրակարգերին, որովհետև դուք նաև հանրային ու քաղաքական ակտիվ գործունեություն եք ծավալում, ինչպես եք տեսնում հենց այս իշխանությունների հեռացման գործընթացը, իմպիչմենտի մասին են վերջերս շրջանառում տեղեկություններ, ինչպես է դա հնարավոր եւ արդյոք այս թիմ ընտրությունները կարող են դառնալ պրոլոգ իշխանահեռացման համար։ Կոնկրետ վերջի երկու համայնքներում ընտրությունը անվստահության գործընթացի հետ ուղիղ կապել կարծում եմ չի կարելի, բայց անվստահության գործընթացը դա վերջին շրջանի խոսակցություն չի։ Ես որ այդ մասին խոսում եմ 2022 թվականի օգոստոսի 23-ից,
Այսինքն այդ բառում ակտիվացել է, որովհետև օրերը, այսինքն լիազորությունների ժամկետը պարլամենտի մոտենում է ավարտին, այսինքն այն պարլամենտը, որ պիտի իրականացնի վարչապետի անվստահություն, կարող 2 տարի հետո ինքը 1.5 տարի հետո այլևս պարլամենտ չի լինելու։ Հետևաբար ժամանակը սուղ է, պետք է գործողությունները լինեն ավելի վճռական եւ հասկանալի։ Եվ ես կարծում եմ, որ մենք ունենանք 2026 թվականին ազգային ժողովի հերթական ընտրությունները եւ այդ ժամանակ վարչապետը Նիկոլ Փաշինյանը չի լինի։ Մինչ այդ ազգային ժողովը նրան անվստահություն կհայտնի եւ ազգային ժողովի այդ տրամաբանական օրինական սահմանադրական որոշմանը ժողովուրդը կցուցաբերի մեծ աջակցություն։ Ես վստահ եմ դրանում։ Փողոց եւ impeachment, թե հենց միայն impeachment-ի գործ։ Ես կարծում եմ դա հնարավոր է գործնականում միայն երկուսի համադրությամբ եւ մարդիկ դուրս կգան փողոց, եթե գոյություն ունենա անվստահության գործընթաց, որովհետեւ մինչեւ հիմա մարդիկ փողոց դուրս են եկել տարբեր առիթներով։ Դեռևս 21 թվականից չէ հայրենիքի փրկության շարժումից մինչև դիմադրության շարժում, մինչև սրբազան պայքար։ Դուրս են եկել հրաժարականի պահանջով, նա հրաժարական չի տվել։ Հետևաբար փողոց դուրս գալ ուղղակի աննպատակ հանրահավաքային ելույթներ լսելու, ես դա կարծում եմ իմաստ չունի։ Երբ որ խորհրդանում սկսի քաղաքական գործընթաց, ժողովուրդը դուրս գա այդ գործընթացը պաշտպանելու, այդ երկուսի համադրությունը կտա արդյունք եւ ես կարծում եմ դա երկար չի տևի, կարող ամեն ինչ մոտ մի ժամում ավարտվի։ Պարոն Ղազարյան, նաև կխնդրեմ անդրադառնալ արտգործնախարարության վերջին հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի եւ Լեռնային Ղարաբաղի բնակիչների առնչությամբ, ինչպես է գնահատում, ինչ էր դա։ Դե արտգործնախարարությունը ակնհայտ Ադրբեջանի արտգործնախարարության մի հատ բաժին է դա, ամեն մի նախարարությունում տենց ռեգիոնալ վարչություններ ու բաժիններ կան, էլի։ Օրինակ Ադրբեջանի արտգործնախարարությունում կլինի սահմանակից երկրների վարչություն ու բաժիններ։ Հիմա Հայաստանի արտգործնախարարությունը դարձել է Ադրբեջանի արտգործնախարարության սահմանակից երկրների վարչության Հայաստանի բաժին։ Այնտեղից հանձնարարությունները տալիս են, ստեղ Արադ Միրզոյանը կատարում է։ Տեսեք, ասենք հավաքվում են, չգիտեմ, երեխեքի ինտերնետին տանելու են թե չէ, բայց Արադ Միրզոյանը, Ռուբինյանը գնալու են Անտալիա մասնակցելու Թուրքիայի արտգործնախարարության կազմակերպած համաժողովին։ Երբ որ իրանք են այստեղ համաժողով կազմակերպում, Թուրքիայից մենակ իրանք են մասնակցում։ Այնտեղ մարդ չի գալի։ Բայց երբ որ Անտալիայում Թուրքիայի արտգործնախարարությունն կա, ինչքան կազմակերպել է, այդքան գնացել են վերջի տարիներին։ Այդ մարդիկ Հայաստանի հետ կապ չունեն։ Այդ մարդիկ Ադրբեջանի, Թուրքիայի շահերը սպասարկող գործիչներ են։ Հետևաբար նրանց ցանկացած հայտարարություն բխում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերից։ Մենք լեգիտիմ հələ միամիտ մտածում ենք, ասում ենք, այ մարդ, ախր սրանց հայտարարությունը ոնց որ արցախցիների շահերին հակադիր է, դա մեր ժողովրդի, մեր պետության շահերին հակադիր է, դες զարմանում ենք, ոնց որ պետք է համապատասխաներ հակադիր է։ Այս պահին այլընտրանք ունեն իշխանությունները, ասում են օբյեկտիվորեն թուլացած ենք, ռեսուրսներ չկան, տարածաշրջանում իրավիճակ է փոխվել։ Այո, բոլոր այդ առումով նրանք դառել են խոց իշխանություն, որպես այդպեսին գոյություն չունի։ Մնացել է մարդու կնիկ, որոնք մարդու կնիկել չեն։ Հել եկել են հետագետների փողոցը, դպրոցը դաս են տալի։ Ուրիշ մարդ չի մնացել դրանց շրջապատում։ Այդ երկուսն են մնացել։ Այլընտրանք ունի իշխանությունը ձեզ։ Իհարկե չունի, իհարկե ունի այլընտրանք, բայց ամբողջ հասարակությունը դրա այլընտրանքն է, էլի։